Բարև ձեզ, Կալայնուս լրատվականը շարունակում իր աշխատանքը ուղիղ եթերում։ 2013 թվականի առաջին 3 եռամսյակում հանրապետությունից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 108,000 քաղաքացի։ Երկրից արտագաղթողների մոտ 73%-ը մեկնում է Ռուսաստան Դաշնություն, 7%-ը Միացյալ Նահանգներ, մնացածն էլ այլ երկրներ։ Զուգահեռ նվազել է ծնելիության ցուցանիշը, մեկնաբանում են մասնագետները։ Ապրիլի 7-ին Վարամաբերդ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետևանքով մահացան 2 անչափահաս երեխաներ՝ 10-ամյա Արտուր Մկրտչյանը եւ 15-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Կատարվածի վերաբերյալ տարվող գործի քննությունն իր վրա էր վերցրել ռուսական կողմը։ Երկարատև լռությունից հետո օրերս այցելել են մահացած երեխաների տուն ու ծնողներին տեղեկացրել, որ գործն արդեն փակված է։ Պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագիծը մշակելիս կառավարությունը խախտել է սահմանադրության որոշ հոդվածներ, համոզված են ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Նրանք դիմել են սահմանադրական դատարան, այս եւ այլ հարցերի շուրջ կարևորի մասին հաղորդման շրջանակներում իր կարծիքն է հայտնել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ամանորը թեև ամենահաճելի, բայց միևնույն ժամանակ ծախսաշատ եւ հոգսառատ տոն է համարվում, քանի որ միջին հաշվարկների համաձայն մեկ ընտանիքին 150-ից 200,000 դրամ է պահանջվում նոր տարվա գնումները կատարելու համար։ Խնդրի շուրջ կարծիքներ են հայտնել մայրաքաղաքի բնակիչները։ Այժմ առավել մանրամասն 2013 թվականի առաջին 3 եռամսյակում հանրապետությունից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 108,000 քաղաքացի։ Երկրից արտագաղթողների մոտ 73%-ը մեկնում է Ռուսաստան Դաշնություն, 7%-ը Միացյալ Նահանգներ, մնացածն այլ երկրներ։ Նրանց մեծ մասը արտերկրում փնտրում է ավելի բարեկեցիկ պայմաններ կամ գնում են պարզապես սոցիալական խնդիրներ լուծելու։ Այսօր նման ցուցանիշ է ներկայացրել Մարտը կարիքի մեջ միջազգային ընկերության Հայաստանյան կենտրոնի միգրացիայի հարցերով ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Բեժանյանը։ Սրան զուգահեռ նվազել է ծնելիության ցուցանիշը, պատմում եմ գործընկեր Վարդուհի Արզումանյանը։ 7 որդով սեղան նստելու բարեմաղթանքը Հայաստանում վաղուց կորցրել է իր արդիականությունը։ Վերջին 2 տասնամյակների ընթացքում հայ ընտանիքներում հազվադեպ են մեծ թվով երեխաների սպասում, այնինչ նախկինում հակառակ պատկերն էր։ Ասել, որ սոցիալական վիճակն այն ժամանակ ավելի լավ էր, մասնագետները չեն շտապում, բայց չկար նման սոցիալական տարանջատում, որ ընտանիքներում թե մեծերին, թե փոքրերին ստիպեր մտածել ավելի բարեկեցիկ ապրելու, լավ սնվելու մասին։ Ես ինքս մտածում եմ, որ այն ժամանակներ երեխաները, ասենք գերդաստանների մեկը մյուսի շորերով էին մեծանում, իսկ այսօրվա երեխաները արդյոք պատրաստ են, չէ, որովհետև ժամանակաշրջանը փոխվեց, ուրեմն հասարակարգում շատ փոփոխություններ տեղի ունեցան, լավը տեսանք։ Հիմա պայմաններն է այտենց թելադրում, որ պետքա երեխեքա ամեն ինչ ունենա, ոչ մի բանի չզրկվեն, իսկ այն ժամանակ համատարած էդ էր պայմանները, ոչ մեկը ուրիշ պայմաններ չէր ուզում։ Սոցիալական խնդիրներից է, աշխատավարձ չկա, աշխատանք չկա, վատ են ապրում մարդիկ։ Երևի հնարավորություն չունեն շատ ունենալու։ Այո, շատ կար։ Քաղաքացիներն էլ համոզված են, որ հասարակության այսօրվա մտածելակերպն այլ է, նաև կանանց վերարտադրողական վարքագիծն է փոխվել, նշում է մասնագետը, ինչն էլ հանգեցնում է ծնելիության ցուցանիշի նվազման։ Տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչպես ծնունդներն, այնպես էլ մահվան դեպքերը նվազել են։ 20,268 դեպք, նախորդ տարվա 20,898 դեպքի համեմատ, այսինքն նվազել է շուրջ 3%-ով եւ դրա արդյունքում բնական հավելաճում որոշակի աճ կա 0.5%-ի, ուրեմն 10,209 մարդով բնական ճանապարհը բնակչության թվականակը ավելացել է։ Սա սակայն չի նշանակում, թե բնական հավելաճի բարձր ցուցանիշ է ապահովվել։ Հայաստանում այս տարվա առաջին 3 եռամսյակներին արտագաղթի տեմպերն աճել են։ Ավելին, չվերադարձողների թիվը մտահոգիչ է, 108,000 քաղաքացի մեկնել եւ չի վերադարձել։ Ամենատարբեր են պատճառները, ինչու համար մեկնում են եւ ինչպես մեկնում են, բայց որպես կանոն մեր աշխատանքային միգրանտներ Ռուսաստանի Դաշնությունն են մեկնում եւ այնտեղ հիմնական շինարարությունում են աշխատում կամ ավտոմեքենա են վարում։ Այսինքն ասել, որ նրանք մեկնում են այնտեղ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայում աշխատելու, մենք մեր շահառուների մեջ չենք ունեցել այդպիսի դեպք։ Ասես որ շարունակվի, հանրապետությունում շատ քիչ մարդ կմնա։ Եթե աշխատանք չլինի, ընտանիքը ոնց ստեղծես, ոնց ապրես, ինչ միջոցներով բանան, այդ մեկ, երկրորդն էլ գնում են երևի ավելի լավ կյանք փնտրելու համար։ Կարծում եմ, որ արտասահմանում ավելի լավ է, քան Հայաստանում։ Չիմանալով, որ Հայաստանը ամենից լավ երկիրն է։ Այստեղ չեն թողում մարդկանց ոնց որ պետք է աշխատեն, ապրեն, խեղդում են, խեղդում։
Իրազեկվածության պակասը եւս լուրջ հետևանքների է հանգեցնում։ Ոչ բոլոր միգրանտներն են, որ գիտեն ուր են գնում։ Շատերը հենց արտերկրում կանգնում են լուրջ խնդիրների առջև, նշում է միգրացիոն հարցերով ծրագրի ղեկավարը, թվելով այն հիմնական մարզերը, որտեղ ամենաբարձր ցուցանիշն է։ Ամենաբարձր տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտների առումով Գեղարքունիքը, Լոռին եւ Շիրակը։ Դրանք այդ 3 մարզերը ամենաբարձր տոկոսն ունեն։ Պայմանավորված է եւ երկրաշարժի հետևանքներով, որը մինչեւ հիմա վերացված չեն, եւ աղքատության բարձր տոկոսով, որը ես գաղտնիք չեմ ասում, եթե ասեմ, որ Շիրակում եւ Լոռիում բավականին բարձր է։ Իսկ օրինակ Արմավիրի մարզից բնակչության արտահոսքը սկսվել է համայնքներում տեղի ունեցած կարգտահարությունից հետո, այսինքն սոցիալական պատճառներ միգրացիան այնուամենայնիվ ունի։ Մասնագետը համոզված է, որ միգրացիոն հոսքերի կարգավորումը նախ արտագաղթողների իրավունքների պաշտպանության, ապա նաեւ երկրին օգուտներ բերելու հարցի լավագույն լուծումն է։ Այս պահին միգրացիայի օգուտը մեր երկրի վրա միայն երևում է այն տրանսֆերտներով, որ մտնում են Հայաստան եւ ծախսվում են այստեղ այդ գումարները, բայց կանոնակարգելու դեպքում այդ օգուտը կարող է բավականին մեծ լինել։ Կարգավորելու դեպքում երկիրը կիմանա, թե ինչ մասնագիտական հմտության մարդիկ կան դրսում, ինչով են զբաղվել եւ ինչով կարող են օգտակար լինել, եթե իհարկե երկիրը պատրաստ է նրանց վերաինտեգրելու։ Վարդուհի Արզումանյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Եթե Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը ընդունվի, ապա այն չի վերաբերի Մաքսային միության եւ հետագայում էլ Եվրասիական միության կազմում ընդգրկված երկրներից գնացած միգրանտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը, մեկնաբանելով Ժիրինովսկու առաջարկը, որը վերաբերում էր միգրանտների դրամական փոխանցումները հարկելուն, ինչպես նաեւ ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն։ Ըստ Մուքանյանի նախաձեռնությունը չի վերաբերի Հայաստանից, Բելարուսից եւ Ղազախստանից Իսկ եթե արտասահմանցի քաղաքացիներին արգելվի օգտվել Ռուսաստանում բժշկական ծառայություններից եւ դրա դիմաց հավելյալ հարկեր պահանջվեն, ապա դա երկիրը միջնադար կհասցնի։ Եթերում Գալանյուսն է, այս տարվա ապրիլի 7-ին դժվար դեպքեր տեղի ունեցել Շիրակի մարզի Վարամաբերդ գյուղում, ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մահացած 2 անչափահաս երեխաներ, 10-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 15-ամյա Մուշա Գևորգյանը։ Կատարվածի վերաբերյալ տարվող գործի քննությունն իր վրա էր վերցրել ռուսական կողմը ու ամիսներ շարունակ երեխաների ծնողները սպասում էին, թե ի վերջո ինչ է պարզելու քննությունը, ովքեր են մեղավոր եւ ընդհանրապես ինչի հետևանքեր կատարվածը։ Երկարատև լռությունից հետո օրերս ռուսական կողմի ներկայացուցիչները այցելել են մահացած երեխաների տուն ու ծնողներին տեղեկացրել, որ գործն արդեն փակված է, համոզել են ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ, որ բողոք դժգոհություն չունեն եւ հեռացել են։ Վիրավորված այդ վերաբերմունքից ընտանիքներից մեկը նամակ է հասցեագրել Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին։ Դիտեք Հևնե Մկրտչյանի պատրաստած տեսանյութը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Վարամաբերդ գյուղին հարակից տարածքում, համայնքին պատկանող հողատարածքում, որը 49 տարի ժամկետով հայկական կողմն անհատույց տրամադրել է ռուսական կողմին եւ այն ծառայում է որպես ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածք։ Գյուղի 2 անչափահաս երեխաներն այդ տարածքում ապրիլի 7-ին մահացան ականի պայթյունից։ Այդ օրերին տարբեր կարծիքներ հնչեցին, թե կատարվածը բացառապես ռուսական զինծառայողների անզգուշության եւ հայկական կողմի անտարբերության հետևանք էր։ 8 ամիս է անցել կատարվածից ու մինչ օրս մահացած երեխաների հարազատներին հայտնի չէ, թե գործի քննությամբ ինչ է պարզվել։ Հիմա տեղեկացել են, որ գործը փակվել է։ Ռուսական չաստից։ Եկան ասեն, որ գործը փակում ենք։ Ասեք, գրեք, որ էլ ասենք նորից նույնությունը, որ բողոք չունեք, թե մենք էլ գրենք, որ բողոք չունենք։ Վարդիթեր Բաղդասարյանը ապրիլի 7-ին ականի պայթյունից մահացած Արթուր Մկրտչյանի մայրն է։ Զարմացած է անտարբեր վերաբերմունքից։ Ռուսներն ըստ նրա երբևէ շահագրգռվածություն չեն ցուցաբերել այս հարցում։ Հայկական կողմն էլ հասկանալի պատճառներով հետևողականություն չի ցուցաբերել։ Գյուղի հողատարածքը արդեն 49 տարի մեր գյուղապետն ասեց, որ իրանք առել են։ Ու հիմա իրանք ինչ ուզենան էլ կանեն։ Ամենամեծ ցավը սակայն ըստ Տիկին Վարդիթերի անտարբերությունն է։ Տեղյակ են եղել, որ գործը քննում է ռուսական կողմը, բայց դրա ընթացքին երբևէ ծանոթ չեն եղել ու հանկարծ օրերս տեղեկանում են, որ գործի քննությունն ավարտված է։ Իրանք եկան գործ փակեցին։ Բայց դե ինչ որ կարելի էր, խոսքի իրանք ինչ որ մի բանով գոնե օգնած լինեին։ Բայց իրանք փաստորեն ոչ մի բան չարեցին։ Ուղղակի եկան գործը փակին, նրանց համար երևի ծիծիկ էր էլի սենց։ Մահացած 15-ամյա Մուշեղ Գևորգյանի հարազատները չեն հաշտվում կատարվածի հետ, բայց որևէ բան անել չեն կարող։ Մահացած երեխայի պապն, ով ամիսներ շարունակ հետաքրքրված էր գործի քննությամբ, հիմա գամված է անկողնուն։ Նշում են, թե իրենց անօգնական վիճակից ռուսական կողմն օգտվելով փակել է գործը։
Մոռացան եկան գործը փագին վերջացրին ու իրանք գնացին։ Ասեն ինչ որ բողոք ունիք, հայկական այդ չաստակ կան, բողոք ներկայացրեք իրանք ամեն հարցով կօգնեն այդպես անուշադրության մատնվավ։ Ռուսական կողմն անգամ աջակցություն չի ցուցաբերել տուժած ընտանիքներին։ Ավելին երեխաների հարազատներին տեղեկացրել են, թե մեղավորությունը եղել է անչափահասներինը։ Ուստի իրենք այս հարցում բոլոր տեսակի հարցերը թողնում են հայկական կողմի վրա։ Իրանք եկել են գործ փակելու, ուրիշներ, ասենք, կարող է մտածել, սպասի գնամ իրանց տուն, ասենք, խոսքի ինչ որ իրանցից գոնե ինչ որ մի հատ թեթև ներողություն խնդրել, որ ասենք խոսքի էսի երեխուն եմ կորցրել։ Եկան ասեցին, թե տները ջուրը կքաշենք։ Ես մահակինքիս հատ գործեր կար, պես գնացին, մի ամսից հետո դուկանք ամեն ինչ կկազմակերպենք, նել ոչ մի բան չեղավ էլ արդյունք։ Կատարված դեպքից հետո գյուղի հարևանությամբ ռուսական զորքերի զորավարժություններն ու զենքի կիրառման դեպքերը ոչ միայն չեն պակասել, այլ ըստ գյուղաբնակների հաճախակիացել են։ Դարձյալ հաշվի չի առնվում, որ հարևանությամբ ապրում են ընտանիքներ, որոնց անվտանգությունն ապահովված չէ։ Պատահական խամարդ կարող է լինի, ինպես տեղեր են գած, որ կարող է պայտակ կողքեն անցը չտեսնիսել, բայց երեխա միամիտ դերերով խուշադրությունն է շատ ուժ է։ Պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե սույն գործի առնչությամբ ինչ է արել ընդհանրապես պաշտպանության նախարարությունը։ Ըստ նրա, գործի նախաքննության ընթացքում նախարարության ներկայացուցիչները ընդգրկված եղել են քննչական խմբի կազմում, եւ որ գործը գտնվել է ռուսական կողմի տնօրինության ներքո։ Այլ բան Արծրուն Հովհաննիսյանին հայտնի չէ։ Հերմինե Մկրչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։ Պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագիծը մշակելիս Հայաստանի կառավարությունը խախտել է սահմանադրության որոշ հոդվածներ, համոզված են ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու եւ նախագիծը 1 տարով հետաձգելու պահանջով վերջիներս դիմել են սահմանադրական դատարան։ Ինչ սպասելիքներ կան եւ ինչ վտանգներ է պարունակում հիշյալ օրինագիծը։ Այս եւ այլ հարցերի շուրջ կարևորի մասին հաղորդման շրջանակներում իմ գործընկերը զրուցել է ԲՀԿ խմբակցության падգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Հաղորդումից մեկ հատված բարեկամներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Խորհրդարանական 4 խմբակցություններ դիմել են սահմանադրական դատարան, որն է գլխավոր պահանջը։ Հիմնականը անշուշտ պարտադիր լինելու հանգամանքն է, կան մի շարք այլ եւս դրույթներ, որոնց վերաբերյալ մենք խոսել ենք, բայց դրանք եւ ներկայացրել ենք դրանք ազգային ժողովում, մեկնաբանել ենք դրանց կողմից առաջացվող խնդիրները, ապագայում վտանգները, բայց սահմանադրական դատարանի հայցում ներկայացված են ոչ բոլորը, որովհետև իրավաչափության խնդիրներ կան, օրենքի պահանջներ կան, այնուամենայնիվ դրանք էլ բավարար են, որպեսզի սահմանադրական դատարանը, իհարկե, եթե ականջալուր լինի ժողովրդի համապատասխան, ահռելի, գիտակից հատվածի պահանջներին, եթե ընդունի 4 խմբակցությունների ներկայացուցիչների հորդորը, որը եւս հիմնված է հանրային պահանջատիրության վրա, այլ ոչ թե ուշադրություն դարձնի որոշ մեսիջներին, հորդորներին, ակնարկներին, այսպես եթե ընդունի դրանք, ապա կկայացնի համապատասխան որոշում։ Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը հայտնի է։ Հայտարարեցին, որ եւ նաեւ կառավարության ներկայացուցիչները, որ նախագիծը քննարկվել է 10 տարի, հետեւաբար իրենք նոր ասելիք այս առումով չունեն, մերժելով նույն 4 խմբակցությունների արտահերտ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, դեմ քվեարկելով, երբ որ արդեն նիստում քննարկվեց հարցը, ընդհանուր առմամբ ինչով է պայմանավորում այս դիրքորոշումը։ Վարչապետը եթե այստեղ լիներ, կասեր հնարավոր է, բայց ոչ եւ այդքանով կփակվեր թեման, կարծում եմ դրանով էլ հենց պայմանավորված է։ Մի որդեգրվել է կառավարության կողմից մի այսպես գործելակերպ կամ չգիտեմ վարվեցողություն, այո ոչի ձևաչափի մեջ, չփոխկապակցված միավանք բառերով հանրային հետաքրքրության շրջանակների հարցերին պատասխաններ տալու ձևաչափ, երևի դրանով փորձում են իրանց ջղագրգիրությունը ցույց տալ կամ ինչ որ ծածկել, այդ էքսցեսներով, էքսցենտրիկ պահվածքով ծածկել
այն իրողությունը, որ առկա է, խնդիրները թաքցնել։ Պարոն Միխայելյան, շատերի գնահատմամբ օրենքը հերթական արտագաղթի ալիք կդառնա, կիսում եք այդ մտահոգությունները եւ արդյոք կառավարությունում չեն գիտակցում այս ամենը։ Վստահ եմ, որ առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում սա անշուշտ հերթական խնդրեմ է։ Արտագաղթում են մարդիկ ոչ միայն ծայրահեղ սոցիալական վիճակում լինելով, նվազագույն կենսակերպ ապահովելու անկարողությունից ելնելով, արտագաղթում են անարդարության զգացումից խեղդված լինելով, արտագաղթում են հեռանկար չտեսնելով, արտագաղթում են ըմբռնում չտեսնելով, անելանելիության զգացումից։ Այս քայլը հերթական անգամ խորացրեց մարդկանց մեջ անելանելիության զգացումը, որովհետև պարզ է դառնում, եթե դու ունես խնդրեմ, դու պետությանը չես հետաքրքրում, դու կառավարությանը չես հետաքրքրում, դու իշխանությանը չես հետաքրքրում։ Գնա քո խնդրեմի հետ մնա մենակ, դեմ առ դեմ, փորձի լուծես, կհաղթահարես, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, չես հաղթահարի, ուրեմն քո որպեսիությամբ ոչ ոք չի հետաքրքրվի։ Կարևորի մասին հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Փայլակ Ֆարադյանի հարցազրույցը Տիգրան Ուրիխանյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել Գալանյուսի այս թողարկման ավարտից հետո։ Հաջորդ թեմաների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կայացել է ԵԱԿ հերթական դիտարկումը, մոտ 1000 մետր հեռավորությունից տեսակապ է հաստատվել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի։ Դիտարկմանը նախորդել էր Տավուշի մարզպետ Արմեն Օլարյանի հետ հանդիպումը։ Ի թիվս այլոց քննարկվել էր նաեւ ադրբեջանական կողմից Բարավակար գյուղի ճանապարհը գնդակոծելու հարցը։ Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանն արձագանքել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանին օրեր առաջ հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանության դեպքին։ Շիֆը մասնավորապես ասել է, որ շփման գծում հայ զինվորի հերթական սպանության դեպքը հայկական զինուժի դեմ Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հետևանք է։ Շիֆը նշել է, թե անհնար է հերկել այն փաստը, որ նման դաշնությունները հրահանգվում են վերևներից։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղապագործնեությանը եւ կարևորվել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը։ Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։ Շարունակում ենք լրատվությունը։ Ամանորը թեև հաճելի, բայց միևնույն ժամանակ ծախսաշատ եւ հոգսառատ տոն է համարվում, քանի որ միջին հաշվարկների համաձայն մեկ ընտանիքին 150-ից 200,000 դրամ է պահանջվում նոր տարվա գնումները կատարելու համար։ Հատկապես մեծ պահանջարկ վայելող մրգերի եւ բանջարեղենի գնային կտրուկ աճ է նկատվում։ Մասնագետների բնորոշմամբ դա պայմանավորված է զանազան պարարտանյութերի եւ տեխնիկական մշակման արդյունքում ծագած խնդիրների հետ։ Այս ամենով հանդերձ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ընդգծել է, որ թանկացումները պայմանավորված են նաև համապատասխան կառույցների կողմից տվյալ ոլորտը անուշադրության մատնելու եւ բարձրաթողի վիճակում թողնելու հետևանքով։ Գյուղմթերքի մասով ունենք խնդիր, որ ամբողջ տարիներ պետք կարգավորել ու միշտ պետք կարգավորել։ Մենք չունենք գները վերահսկող գի սահմանող, որ ամբողջ աշխարհում կա իրատեսական գին։ Այսինքն գյուղացին եթե անգամ այս պահին բերքը շատ է, չպետք է շատ էժանով վաճառի կամ եթե քիչ է շատ տանկով վաճառի, հա, կարգավորող ինչ որ խնդիրներ պետք է լինի, մենք պետական մարմին չունենք, որը դա իրականացնի այդ գործառույթը։ Մանդարինը, ցիտրուսեղենը, բաստուրման ոչ տեղական մսից սարքված բաստուրման 8000-9000 դրամ։ Երևի միջինը մի 140-150 հազար գումարապետ, որ ինչ որ տեղավորվես, մեկ չէ նվեր առնես թորնիկներից, 150,000-ը ինձ թվում է ոչինչ, միջին տենց կերիկի։ Կախված թոշակից, ինչքան թոշակ ստանամ, երևի ամիսի կծախսենք դրա վրա։ Տեխնոլոգիաս հետ միասին ստանում ենք 60,000։ Ապրանքները եթե դիֆիցիտ են կամ պահանջարկը մեծանում, միշտ որոշ մարդիկ փորձում են այդտեղ լրացուցիչ շահույթ ստանալ։ Այսինքն նոր տարվա շեմին գների թանկանալի մի մասը պահանջված է նրանով, որ կա պահանջարկ։ Մարդիկ պետք է գնեն իրենց տներում այդ տոնակատարություն նշելու համար։ Եվ մի ընտանիքի հաշվարկով, ասենք համեստ հաշվարկներով, ես կարծում եմ, որ 4-5 հոգանոց ընտանիքը առնվազն 400-ից 500 դոլար ծախսում է քիչ թե շատ պատշաճ նշելու համար։
Միջազգային լրահոս Ուկրաինայի դատապարտված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Մոսկվայում Վիկտոր Յանուկովիչի ու Ռուսաստան Դաշնության նախագահի միջև ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես գազի գնի իջեցումը եւ բազմամիլիոն վարկի տրամադրումը կարող է հանգեցնել երկրի անկախության կորստին։ Եթե նախագահը դրանք ընդունի, Ուկրաինան կրկին կգնի Ռուսաստան Դաշնության ցանցը, քանի որ Ռուսաստանը կստիպի տնտեսական օգնության դիմաց վճարել հպատակությամբ։ Դա կարող է լինել մեր անկախության ավարտի սկիզբը, նշել է Տիմոշենկոն։ Հիշեցնենք, երեկ Մոսկվայում կայացել է ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհուրդը որոշում է ընդունել առայն, որ սիրիական քիմիական զենքի առավել վտանգավոր բաղադրիչները կոչնչացվեն ամերիկյան նավում։ Վտանգավոր նյութերը Լաթակիա նավահանգստում կընդունեն Դանիայի եւ Նորվեգիայի նավերը։ Դրանից հետո Իտալիայի նավահանգիստներից մեկում բեռը ոչնչացման նպատակով կվերբեռնվի ամերիկյան նավ, իսկ Ռուսաստանը կզբաղվի Սիրիայի ծովային տարածքում անվտանգության հարցերով։ Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում Ալ-Մունշիե, Ապպարա եւ Բուստան Գլաբ շրջաններում երեք առավոտյան ժամերին հրասանդի մոտ 30 արկ է պայթել։ Պայթունների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 70 մարդ։ Զոհերի թվում է նաեւ 62-ամյա հայ Նազարեթ Դրեժյանը, որը վերադառնալիս է եղել աշխատանքից։ Թուրքիայում շարունակվում են կաշառակերության եւ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալությունները, արդեն 40-ից ավելի մարդ, այդ թվում պաշտոնյաներ եւ նախարարների որդիներ, նաեւ հայտնի գործարարներ են ձերբակալվել։ Հատուկ գործողությունը հիմնված է եղել 1 տարվա ընթացքում իրականացված հետապնդման տվյալների վրա։ Կառավարությունը աղմկահարույց ձերբակալությունների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ Միացյալ Նահանգներում անհայտ անձը կրակ է բացել Նևադա նահանգի Ռենո քաղաքի բժշկական կենտրոնում, սպանվել է 1 եւ վիրավորվել 2 մարդ, հանցագործը ինքնասպան է եղել։ Հայտնի է միայն, որ վիրավորներից մեկը բժշկուհի է, հարձակման պահին շենքում եղել է 100 մարդ։ Իրավապահ ուժերը դեպքի վայր են ժամանել միջադեպից հաշված րոպեներ անց, տղամարդու ինքնությունը դեռ ճշտվում է։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն այլևս չի ցանկանում Ռուսաստանի Դաշնությունում մնալ։ Նա ավելի վաղ դիմել էր Բրազիլիայի իշխանություններին։ Բրազիլիան չի պատրաստվում քաղաքական ապաստան տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Պաշտոնապես Բրազիլիայի իշխանությունները Սնոուդենին այդ մասին դեռ չեն հայտնել։ Միևնույն ժամանակ Բրազիլիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սնոուդենից պաշտոնական դիմում չի ստացել ապաստան տրամադրելու մասին։ Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենը խոստացել էր օգնել Բրազիլիային ազգային անվտանգության գործակալության լրտեսության վերաբերյալ հետաքննության հարցում մշտական քաղաքական ապաստան ստանալու դիմաց։ Բրազիլացի մի շարք քաղաքական գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել Սնոուդենին եւ պահանջել են կատարել նրա խնդրանքը։ Միացյալ Նահանգների Սան Խոսե քաղաքում բնակիչներից մեկը $636 միլիոն է շահել լոտոյի ջեքփոթով։ Շահումը որքան էլ խոշոր չի գերազանցել 2012-ի ռեկորդը, որը կազմել էր $656 միլիոն։ Լոտոյի կազմակերպիչներն արդեն պարզել են, թե որ խանութում է կնվել տոմսը, սակայն նորաթուկ միլիոնատիրոջ մասին առայժմ հայտնի չէ։ Այս տարվա հունիսին Միացյալ Նահանգներում Ֆլորիդայի 84-ամյա բնակչուհին $590 միլիոն է շահել եւ ստիպված էր եղել թաքնվել մամուլից։ Հոլիվուդյան հայտնի տերասան Բրեդ Փիթն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, կերաստղը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմում, արժանացել 4 Օսկարի։ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարաննում արտիստի Հոբելյանի արթիվ Ջոլիի հետ նրա մոմե արձանն են տեղադրել։ Ներկայումս Բրեդն Անջելինա Ջոլիի եւ երեխաների հետ Ավստրալիայում է։ Այնտեղ Ջոլին նկարահանում է իր Unbroken անվանումով ֆիլմը։ Հոլիվուդյան ճանաչված տերասան Բրյուս Վիլիսը հայր կդառնա 5-րդ անգամ։ 58-ամյա Վիլիսը հայտնի տերասանուհի Դեմի Մուրի հետ առաջին ամուսնությունից ունի 3 դուստր։ Նրա 4-րդ աղջիկը ծնվել է 2012-ին Էմա Հեմինգի հետ ամուսնությունից։ Այժմ Հեմինգը կրկին հղի է, ինչի կապակցությամբ աստղային հայրիկը շատ երջանիկ է, Վիլիսը ցանկանում է առուզավակ ունենալ։ Փաթել անունով ամերիկացի մի ուսանող փնթի ու ալարկոտ մարդկանց համար ստեղծել է այնպիսի մի շապիկ, որն ուղղակի անհնար է կեղտոտել։ Դրա վրա ինչ էլ թափվի, այն միևնույնն է մաքուր կմնա։ Շապիկն արտակուց չի տարբերվում մյուսներից, սակայն կարված է պոլիստերային մանրաթելից, որը նախքան օգտագործվել է պահվել է հատուկ քիմիական նյութերի խառնուրդում, դրա շնորհիվ դառնալով չրակայուն։ Շապիկը կվաճառվի $50։ Արման Գևորգյան, Gala News։ Եվս մեկ լուր միջազգային լրահոսից Հարավային Սուդանի մայրաքաղաքում բանակային ստորաբաժանումների միջև երկօրյա մարտերի արդյունքում եւ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է մոտ 500 մարդ։ Մարտերը շարունակվում են երկրի նախագահային պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո։ Պետական հեղաշրջման փորձի համար ձերբակալվել են 10 առավել ազդեցիկ քաղաքական դեմքեր։ Այժմ բարեկամներ ծանոթացեք մարզաշխարհի նորություններին, այնուհետև եղանակի տեսությանը։ Կհանդիպենք ցտեսություն։
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի Բավարիան դարձավ Մարոկոյի մնացող ֆուտբոլի աշխարհի 2013 թվականի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակչում թիմը առավելության հասավ ասիական չեմպիոնների լիգայի հաղթող չինական Գուանժու Էվերգրանտի նկատմամբ, որի գլխավոր մարզիչը իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին է։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են բրազիլիական Ատլետիկո Մինեյրոն եւ Մարոկոն ներկայացնող Ռաջա Կասաբլանկան։ Իտալական Պարմայի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն ճանաչվել է ակումբի պատմության լավագույն խաղացողը։ Մրցանակաբաշխությունը կայացել է ակումբի 100-ամյա տարեդարձի տոնակատարության շրջանակում։ Նշենք, որ Կրեսպոն իտալական թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նրա հաշվին գրանցված է 94 գնդակ, որոնք նախապել է տարբեր մրցաշարերում։ Արգենտինացի հարձակվողը պարմացիների կազմում խաղացել է 1996-ից 2000 եւ 2010-ից 2012 թվականների ընթացքում, որտեղ եւ ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Խաչակիրների հետ նա նվաճել է UEFA-ի գավաթը, Իտալիայի գավաթը եւ Իտալիայի սուպերգավաթը։ Ֆրանսիայի դահուկասպորտի հավաքականը զրկվեց մեկ պոտենցիալ մեդալակրից։ Հսկայական սլալոմի աշխարհի գործող չեմպիոն տեսավորին կուրշավել է մրցուղում ընկել է ներքև եւ վնասել աջ ոտքի ծնկի մկանները։ Ֆրանսիացի մարզուհին տեղափոխվել է Լիոնում գտնվող հիվանդանոց, որտեղ եւ կվիրահատվի։ Warren-ին բաց կթողնի Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը։ Նա համարվում էր այդ մարզաձևում ոսկե մեդալի հավաքնորդներից մեկը։ Նախորդին հսկայական սլալոմում նա նվաճել էր աշխարհի գավաթի առաջնությունը։